Volkswagen погибает, Porsche погибает, стекольная промышленность погибает. Значит, лучше бы занялись бы значит, спасением своего автопрома и повышением заработных плат. Porsche-ի կործանվելուց, Volkswagen-ի կործանվելուց խոսում է մի երկրի նախագահ, ում երկիրը նույնիսկ սեփական արտադրության լվացքի մեքենա կամ սառնարան չունի։ Ու այս զոմբիացմանը տարիների վեր հավատում են 140 միլիոնից ավել մարդիկ Ռուսաստանի տարածքում ու ամենացավալին ինչն է Հայաստանում եւս պրոռուսական ուղղվածությունը շատ մեծ մաս է կազմում ու Հայաստանում էլ քիչ չեն տվյալ դիկտատորին մարդասպանին հավատացող մարդկանց քանակը քաղաքացիական պայմանագիրը եւս որքան էլ որ հիասթափեցնող լինի նույն ռուսաստանյան կառույցի ռուսաստանյան ռեժիմի շարունակությունն է Հայաստանում, որը միտված է Հայաստանը տանել դեպի ռուսական թակարդ ու մարդիկ այդ ամենը չեն գիտակցում կամ գիտակցում են, բայց վախենում են այդ ամեն ինչը բաց ասեն, քանի որ կհետևի համապատասխան պատիժ իրենց դեմ ուղղված արևմուտքի կործանվելուց, չգիտեմ, դոլարի արժեզրկվելուց, արևմուտքի չարիք լինելուց խոսում է մի պետություն, որը 2022 թվականին հարձակվեց Ուկրաինայի վրա, մի երկիր, ում համար անձամբ անվտանգության երաշխավոր էր կանգնել Ռուսաստանը։ Չմոռանանք, թե Ռուսաստանի անվտանգության երաշխավոր լինելը ինչ չարիք բերեց Հայաստանի գլխին 2020 թվականի ընթացքում։